Բարև ձեզ սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Հովհաննիսյանն է, բարև ձեզ պարոն Հովհաննիսյան։ Ողջույն։ Դե ինչ ընտրություններն ավարտվել են, բայց ընտրությունների շուրջ, քվեարկության արդյունքների շուրջ, հետ ընտրական զարգացումները դեռ շարունակվում են։ Վերջին օրերին մենք ականատես եղանք, որ կան կալանավորված падգամավորի թեկնածուներ, ընտրված արդեն падգամավորներ, կան ապօրինի գույքով անցնող էլի թեկնածուներ, փողերի լվացման գործով անցնող թեկնածուներ, արդյոք իշխանությունը իդեմս Նիկոլ Փաշինյանին սկսել է օգտագործել պողպատե մանդատը, ինչպես ինքը ժամանակին ասում էր։ Դեռ 21 թվականի պողպատե մանդատը, բարև ձեզ։ Գիտեք, այստեղ հետևյալի մասին է խոսքը, մենք ցավոք սրտի ունենք Հայաստանում իրավիճակ, որտեղ ընդդիմության լրջագույն ճգնաժամ ունենք։ Այսինքն ընդդիմությունը դա դաշինք է ըստ էության մեծամասամբ խորհրդարանական ընդդիմության մասն եմ ասում, դաշինք է ռուսաստանյան ուժերի եւ հանցագործների։ Այնտեղ կան մարդիկ այդ դաշինքի մեջ, որոնք տենց մի քիչ միամիտ տեղ հայտվածներ են եւ այդ բայց մեծ մասը, այսինքն չեմ ուզում պնդեմ, որ բոլորը տենց են, չէ, բայց մեծ մասը կոնցեպտուալ առումով դրա դա է։ Այգամ Ռուսաստանի ներկայացուցիչներն են կամ իմ մոտ պարզոր խորհրդարան տենց հայ-ռուսական խորհրդարան է, էլի։ Բայց այդ ռուսական ոչ միայն ռուսական, այլ նաև կներեք, էլ նախկինում թալանած, էլ հիմա ասելով հարկերից խուսափելն էլ է թալանել։ Իսկ որ հարկերից խուսափելը նվազ խնդրահարույց է, քան այդ վճարված հարկից գողանալը։ Մեծ հաշվով հարկատուի համար տարբերություն չկա 1000 դրամը կամ $1 միլիոն, որը գողացվել է, այդ պայմանական $1 միլիոն հարկ է խուսափվել եւ չի վճարվել բյուջե, թե բյուջեից գողացվել է։ Այդ բան է եւ նման մարդիկ էլ կան մարդիկ, որոնք ընտրակաշարք էին բաժանում, կան մարդիկ, որոնք որ ընտրությունների ժամանակ հավաքներին մասնակցելով նյութապես էին շահագրգռում, դա եւս Հայաստանի քրեական օրենսգրքով արգելված արարքներ են։ Էտա պալիտրան, չեմ ուզում ասեմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցություն տենց բոլորը սուրբ են բան։ Չէ, բայց մեծ հաշվով այդ երևույթները, որոնք որ մենք տեսնում ենք, դա են դրա դրսևորումն են, դրա արդյունքն են, եւ իր ապահները ու իշխանությունները գլոբալ առումով մեծ հաճույքով են պայքարում այդ խմբերի դեմ մի քանի պատճառներով, այդ թվում, որովհետեւ այդ խմբերը Ռուսաստանի ներկայացուցիչ չեն, որովհետեւ այդ խմբերը սուրբ չեն։ Հիմա օրինակ Գագիկ Ծառուկյանին մեղադրում են որսագողության մեջ։ Կարան պայմանական, չգիտեմ, օրինակ, տեսականորեն ամենավատ իշխանությունները Արման Բաբաջանյանին կամ ինձ մեղադրեն որսագողության մեջ, կամ չգիտեմ, էլ տենց ինչ որ տարբեր ներկայացուցիչ չեն կարող, հնարավոր չի որսագողություն։ Ինչ որսագողություն մարդկանց մասով, որոնք տարականից մեծ կենցանից բանած չկան, էլի։ Դա լուրջ չի։ Իսկ Գագիկ Ծառուկյանի մասով որսագողությունը քաղաքական հետապնդում է։ Ինքը իր վիդեոները մեր ցույց տալիս, այդտեղ հարցը առաջանում է, թե ինչի ժամանակին չեն բռնել իրան այդ որսագողության համար։ Կամ մեղադրում են ինչ որ պարսիկ գործարարին, ուրեմն պարսիկ գործարարի գույքին ինչ որ խարդախությամբ տիրանալու մեջ, եթե ես ճիշտ հասկացա քննչական կոմիտեի մեղադրանքը, կարան, չգիտեմ, օրինակ Հայկ Մարությանին մեղադրեն տենց բանի մեջ։ Լուրջ չի լինի։ Հայկ Մարությանը բիզնեսմեն չի։ Հայկ Մարությանը դերասան է եւ քաղաքական գործիչ։ Օրինակի համար եմ ասում Հայկ Մարությանին, էլի, որովհետեւ ուրիշ ընդդիմա։ Չեն կարա, չի կարա տենց բան լինի։ Հիմա նույնս տեղա
Այսինքն որ նայես ասես այս մարդիկ սուրբ էին, իսկ սուրբ մարդկանց եկան կպան իրապահները չէ։ Ուրիշ հարցը արդյոք իրապահները դա կանեին, եթե չլիներ այս մարդկանց Ռուսաստանի շահերի օգտին աշխատելը։ Ուրեմն եթե Գագիկ Ծառուկյանը Ռուսաստանի շահերի սպասարկող Ռուսաստանի ձեռքում գործիք դարձած չլիներ, կամա թե ակամա։ Արդյոք այս ամեն ինչը տեղի կունենար։ Վախենամ, որ տեղի չունենա, դա վատ է։ Այ դա վատ է։ Բարենցյան, ինչի չկանխվեց այդ դեպքում այլ այս իրավապահները սկսում են գործել կամ իշխանությունը սկսեց գործել նոր եւ ոչ թե միջև ընտրությունները, որպեսզի մենք ունենանք բոլորովին գուցե նաեւ ունենանք բոլորովին այլ պատկեր խորհրդարանի։ Այո, մեր մոտեցումն այն էր, որ ընտրակաշարքի հիմքով պետք է որոշ ուժեր դուրս հանվեին մրցապայքարից։ Քվեարկության օրվա դրությամբ արդեն կային հարյուրավոր մարդիկ, որոնց մասով կային նորմալ փաստեր, նորմալ արժանահավատ փաստեր հակակոռուպցիոն կոմիտեի ձեռքում այդ մարդկանց կողմից ընտրակաշարք բաժանված լինելու վերաբերյալ եւ դա քրեադատավարական առումով իհարկե իր ընթացակարգերով պետք է անցներ, բայց ընտրավարչարական տեսանկյունից իր ընթացակարգերով պետք է գնահատականի արժանանար, ինչից կենտրոնական տրական հանձնաժողովը խուսափեց։ Եվ սա արդյունք էր կենտրոնական տրական հանձնաժողովի տոտալ իմպոտենտության։ Մենք ունենք կենտրոնական տրական հանձնաժողով, որը ուզում է իրեն դնի կազմակերպչական մարմնի տեղ, որը չի ուզում ընկալի, որ սահմանադրության մեջ իր մասով գրված է, որ ինքնընտրությունների օրինականության վերահսկման պատասխանատու մարմինն է։ Հումոր ունեմ, ասում եմ ԿՀ-ի համար տպված սահմանադրության օրինակներից այդ նախադասությունը հանած են երևի տպել, որովհետև ԿՀ-ն չեն անում են, ինչ որ ինքը պարտավոր էր անել։ Եվ դա ԿՀ-ի ավանդույթն է Հայաստանում, ավանդույթը, որը Վահագն Հովհակիմյանի գլխավորությամբ շարունակվում է։ Ուղղակի եթե միջև Վահագն Հովհակիմյանը ԿՀ-ն գոնե որակյալ էր կազմակերպում ընտրությունները, հիմա մենք դա ենք, այդտեղ ենք սղաճ ապրում։ Մենք այդտեղ ենք նահանջ ապրում եւ ընտրությունների կազմակերպվածության մակարդակը ընկնում է։ Որտեւ կազմակերպվածության առումով այնպիսի կիքսեր են լինում, որ մարդ զարմանում է։ Ոնց կարող ինչ-որ մի հատ տեղամաս քվեաթերթիկների կեսը ստանա, իսկ ուրիշ մի հատ տեղամաս կուսակցությունից մեկի քվեաթերթիկներից ընդհանրապես չստանա։ Իսկ ուրիշ տեղամասում քվեարկությունը մինչև ժամը 11-ը տևի։ Ոնց, էլի ոնց։ Իսկ մի քանի ուրիշ տեղամասերից թվերը մուտքագրելուց օպերատորները այդքան շատ սխալներ անեն։ Դա էլ լինում են սխալներ, բայց այդքան շատ չէր լինում։ Այսինքն ընտրությունների որակի առումով Հովհակիմյան Վահագը որակը չբարձրացրեց, բայց կազմակերպվածության լավ ավանդույթը, որը կար առնվազն Մուկուչյանի ժամանակներից, այդ ավանդույթը կոնկրետ վարի է գնում։ Բարենցյան, մանդատները վերցնում է ընդդիմությունը, բայց հետաքրքիր իրադարձություն տեղ ունեցավ այդ հայտարարությունից հետո ուժեղ Հայաստանի եթե թիվը չի փոխվել, այս պայդրությամբ 106 պատգամավորի թեկնածին դա բացառք հայտնեց։ Սա ինչ էր, մի մաս ասում է առնետավազք է սկսվել, թե ներքին ինչ որ խնդիրներ կան։ Աննախադեպ իրադարձություն չէ։ Չէ, ինձ թվում է իրանք բավականին խելոք բան արեցին։ Տեսեք ինչ երևույթ կարող էր լինել։ Մի շարք իրանց պատգամավորների մի մասին բացակայություններից կարող է մանդատից զրկեին ապագայում, մի մասին տարբեր ձևերով մանդատից զրկեին։ Եվ այդ ընթացքում այդ ցուցակի ուրիշ համարներին կարող է իշխանությունը ինչ որ ձև դե չասեմ վերբով կարած լիներ, դա օքեյ, տենց կոշտ ասենք վերբով կարած լիներ, հա, իրանց կողմը անցկացրած լիներ։ Մա պատկերացրեք, ես հիմա անգիր չեմ հիշում ուժեղ Հայաստան քանի պատգամավոր լինելու, թող ինձ ներեն, ենթադրենք 30 պատգամավոր, հա։ Մոտավորապես է։ Հա, ենթադրենք, ներողություն եմ խնդրում, իրոք թիվը ճշգրիտ չեմ հիշում, ենթադրենք 30։ Հիմա 30-ից ինչ որ մեկը մանդատից զրկվում է,
բացակայություններով է հիմք զրկվում, չգիտեմ ինչ որ ուրիշ հիմքով է զրկվում, տարբեր հիմքեր կան։ Նենց չոր հիմքերը շատ են, բայց կան։ 31-րդը արդեն գալիս մանդատ է ստանում, բայց 31-րդ այդ մանդատից զրկելու, այդ 30-ից ինչ որ մեկին մանդատից զրկելու մոտիվացիան մեծ է, երբ որ դու գիտես, որ 31-րդը քո մարտն է, պայմանական եմ ասում։ Ինչ արեց ուժեղ Հայաստանը, ոնց որ պայմանական 31-րդը չլինի էլ։ Չկա այդ 31-րդը։ Այսինքն բոլոր այն մարդիկ, որոնց մասով ուժեղ Հայաստանում կոպիտ ասած վստահ չէին, կասկածում էին, տենց հիմիկվանից հրաժարական տվեցին, որպեսզի հետո իշխանությունը իրանց վերբովկա չանի եւ այդպես վերբովկա չանի եւ ինչ որ բայց օրենք պատգամավոր դառնան, արդեն իշխանության կողմից դառնան, էլի։ Եթե կհիշեք, տենց երևույթ ես հակառակ երևույթն եմ հիշում, մարդիկ ովքեր ՔՊ-ի ցուցակում էին, իմ քայլի ցուցակում էին դեռևս 18 թվականին ընտրված էին եւ 21 թվականին դարձան պատգամավոր, բայց արդեն ընդդիմադիր էին։ Այսինքն իմ քայլի ցուցակով ընդդիմադիր պատգամավորներ էին գալիս։ Եթե ես ճիշտ եմ հիշում, Աննա Գրիգորյանն էլ է տենց եղել։ Աննա Գրիգորյանը մի տեղակալ Արարատ անունով Գյումրիից էլ մարդիկ կային, որ տենց հայացքները փոխել էին, ընդդիմությունը իրանց վերբովկա էր արել, կարևոր չի, վերբովկա պարտադիր չի, էլի այն հատուկ ծառայություն վատ իմաստով։ Վերբովկա գաղափարական էլ, մարդ գաղափար ասում է վատ այն մարդ, որը չի փոխվում, հա, գաղափարապես են փոխվել։ Օրինակ Գեգամ Նազարյանը, ոնց է գաղափարապես մարդ փոխեց իր մոտեցումները։ Նենց չի որ ինչ որ մեկը առավ, չէ՞։ Մարդիկ փոխվում են, վերջը դա նորմալ է։ Դից փոխվել էին եւ արդեն ընդդիմադիր դարձան իմ քայլով պատգամավոր։ Մեծ հաշվով ուժեղ Հայաստանը հիմա այդ սցենարն է կանխում։ Քան ինքը այդ մարդկանց վրա ազդեցությունն ու այդ մարդիկ ինքնաբացարկ հայտնեն, այդ ազդեցությունը կիրառվում է։ Պարոն Յանցյան, Սամվել Կարապետյանը ընտրություններից հետո հայտարարեց, որ կոչ արեց միավորվել ընդդիմությանը, հետո բանդատները վերցրելուց ասացին, որ սա վերցնում են, որպեսզի հետագայում աջակցեն փողոցային պայքարին, բայց փողոցային պայքար կարծես թե չի լինում, եւ սա առաջի դեպքերից է, երբ իշխանությունը հաղթում է եւ զանգվածային դժգոհություններ չկան, ինչի՞ չի կարողանում ընդդիմությունը համախմբվել կամ, չգիտեմ, փողոցային պայքար սկսել, եթե վստահ են, որ իրենք բավական շատ մեծ փողոցներ են տալի։ Չէ, առաջի դեպքը չի, 21-ին էլ էր տենց, 18-ին էլ էր տենց, կարծեմ 17-ին էլ էր տենց։ Մեծ հաշվով փողոցային պայքարի համար անհրաժեշտ է ընտրությունները կեղծված լինեն։ Ընտրությունները չեն կեղծում, փողոցային պայքար չկա։ Իրենք հայտարարում են, որ կեղծված է։ Դե հիմա հայտարարում են, օքեյ, հայտարարում են։ Կեղծված էր 13 թվականի ընտրությունները, 13 թվականից հետո փողոցային պայքար եղավ։ Կեղծված էր 2008 թվականի ընտրությունները, դրանից հետո փողոցային պայքար եղավ։ Կեղծված էր 2003 թվականի ընտրությունները, դրանից հետո ահռելի փողոցային պայքար եղավ։ Կեղծված էր 96 թվականի ընտրությունները, դրանից հետո փողոցային պայքար եղավ։ 99-ը հիմա չեմ հիշում, ուղղակի չեմ հիշում։ 91-ը կեղծված չէր, դրանից հետո փողոցային պայքար չեղավ։ Սա այնքան հասարակ է։ Այդ փողոցային պայքարը բարձրացակապես պարտադիր չի արյունով ուղեկցվի։ Կներեք 2013 թվականի փողոցային պայքարը արյունով չի ուղեկցվել։ Արյուն չի եղել։ 2017 թվականի հեղափոխությունը փողոցային պայքար էր, արյուն չի եղել։ Սովիսերն ասում թե եթե դու ունես հանրային աջակցությունը, Հայաստան նման երկրում դու հանգիստ կարող ես առանց արյուն իշխանություն վերցնել։ Եթե դու հանրության մեծամասնության աջակցություն ունես, հանգիստ կարող ես դա անել։ Հայաստան նման երկրում, որտեղ, չգիտեմ, գնդացրով մարդկանց չեն կրակում, Քոչարյանի վախտերը չի, էլի, հանգիստ կարող ես իշխանություն վերցնել։
Պարյանցյան, ընտրություններից առաջ մենք տեսանք, թե ինչ տեղեկատվական հարձակում էր տեղի ունենում Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանը փորձում էր, հա, այս ընտրություններով իշխանափոխության հասնել, չհասավ, կշարունակի իր ազդեցությունը կամ միջամտությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում, թե արդեն կհամակերպվի այս արդյունքների հետ եւ չնայած շնորհավորանքներ, եթե չեմ սխալվում, չի եղել։ Շնորհավորանքներ չի եղել, վերջին շնորհավորանքը, որը որ եղել է, դա Ռուսաստանը շնորհավորել է լավեք նստած Հյուսիսային Կորեայի առաջնորդին։ Լուրջ եմ ասում։ Կրեմլի կայքում վերջին շնորհավորանքը որ կա, Հյուսիսային Կորեայի առաջնորդին է վենտրվելու կապակցությամբ։ Լուրջ չեմ չափազանցացնում, ամենալրջությամբ եմ ասում։ Եվ Կրեմլի անկալմամբ Հյուսիսային Կորեայի առաջնորդը իհարկե ավելի լավ ընտրություններով է վերընտրվել, քան Նիկոլ Փաշինյանը իհարկե։ Ինչ վերաբերում, ծիծաղում ենք, բայց լուրջ եմ ասում, փաստերը դա են, վերջին շնորհավորանքը իրոք Հյուսիսային Կորեայինն է։ Կրեմլի մասով Կրեմլը ես չէի հակադրի կհամակերպվին եւ կշարունակին։ Կհամակերպվի եւ կշարունակվի։ Հիմա իրողություն է, այդ իրողության հետ համակերպվում է։ Գլուխ չի տանում տալիս պատերով ասում, վա, այս ինչ է այս իրողությունը։ Չէ, սառնասրտորեն, շատ լավ, այս իրողությունը, այս իրողությունում կշարունակենք ասած գործողություններ անել։ Խառնվելու է Կրեմլը, տեղական դրությունների մեծ շրջափուլ ունենք աշնանը, վստահաբար դրանց խառնվելու է։ Եթե էական բան Ռուսաստանը չփոխվի միջև այդ Երևանի դրություններին խառնվելու է 2 տարի հետո եւ փորձելու է ազդի քաղաքական process-ների վրա ազդեցությունությամբ փորձելու է իր շահերը սպասարկի այդ թվում օրինակ կանխի սահմանադրական փոփոխությունները այդ թվում օրինակ կանխի որոշ այլ տենդենսներ փորձի ստեղ քաղաքական օրակարգ թելադրել այդ ամեն ինչը Կրեմլը անելու է եւ սա հստակ է որ անելու է։ Պարյանցյան, տնտեսական սահմանափակումները Ռուսաստանի, Հայաստանի հանդեպ շարունակվում են, այստեղ էլ տարբեր կարծիքներ կան, մի մասը պնդում է, որ Հայաստանը սրանից տուժելու է շատ, հետագայում էլ մի մասն էլ ասում է, որ ինչքան երկար շարունակվեն, այդքան Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացվի, գյուղատնտեսության արտահանումները կաճեն այլ շուկաներ Այս սահմանափակում մի մասն էլ նշում է, որ ԵԱՏՄ-ից եթե դուրս գանք կամ հեռացնեն շատ ծանր հետևանքներ կլինի, ընդհանրապես մենք պետք է շարունակենք մնալ ԵԱՏՄ-ի շրջանակներում, արդյոք ԵԱՏՄ-ն այն կառույցն է, որը թթվածին է մատակարարում Հայաստանին։ Ոչ, ԵԱՏՄ-ն 13 թվականից Հայաստան թթվածինը փակող կառույցն է։ Եվ ստեղ ես ուզում եմ մի քիչ թվեր ասել։ Եվրոպական միությունը 5 անգամ ավելի շատ գյուղմթերք է ներմուծում, քան Ռուսաստանը։ 5 անգամ ավելի շատ գյուղմթերք, հա? Հետևաբար մենք պետք է ուղղակի այո, ինչ որ կոմֆորտ զոնայում նստած ենք, ինչ որ բան արտանում ենք Ռուսաստան, բայց մենք պետք է ուղղակի նենց անենք, որ մեր արտադրած սննդամթերքի որակը ավելանա, դրա շահառում նաև մենք ենք այդ կներեք Եվրոմիությունում, որ բարձր ստանդարտներ են սննդամթերքի, այդ ինչ տենց մատից հոտ են քաշել բարձր ստանդարտներ են գրել, չէ, այդ բարձր ստանդարտներ են գրել, որ որակել բան ուտեն, երկար ապրեն, կներեք։ Ամեն շատ པարզ է։ Հենց որ սննդամթերքի որակը որ Հայաստանում բարձրանա, դրանից մենք ավելի երկար ենք ապրել, ոնց որ շատ ուղիղ կապ կա։ Բայց դա էլ մի կողմ դրած։ Այդ բանը եթե հաղթարենք, որակը կարողանանք ավելի լավ ապահովել, 5 անգամ ավելի մեծ շուկա է մեզ համար բաց։ Ընդ որում բոլորովին վերջերս ընդհանուր մի քանի օր առաջ արդեն Եվրոպան հանեց մաքսատուրքերը։ Հիմնական ապրանքատեսակների մասով 80%-ի մասով ապրանքատեսակների մաքսատուրքերն էլ հանեց։ Մաքսատուրք էլ չկա։ Ինչեւ այդ ասում են, մաքսատուրք է, այսա նման Հայաստանի համար մաքսատուրքեր չկան 80% ապրանքներում, որտեղ ու այդ ուղղությամբ հաստատ բան կլինի, հաստատ տրանսֆորմացիա կլինի։ Մեծ հաշվով նույնիսկ ամնաված սցենարում մենք խոսում ենք հնայ 2%-ի մասին։ Այսինքն մոտավորապես ոնց որ մի կես տարով տնտեսական աճը հետ ընկնի, կես տար մի քանի ամսով կամ կես տարով հետ ընկնի տնտեսական աճը, էլի։ Սա է, տրագիկ բան չկա, տհաճ է, ասեց որ հնայի 1.2%-ը բան է, էլի տենց փողոցում գցած չի։ Տհաճ է,
լավ չի, բայց սարսափելի չի եւ մոտիվացնում է, որովհետեւ գիտեք, ես նաեւ հասկացա, որ տարիների ընթացքում հասկացա, որ քան դառնակ կոկորտին չհասնի դիվերսիֆիկացիան չի լինելու։ Քանի տնտեսվարողները տենց կարողանում են կոմֆորտ զոնայում տենց բանանել, մոտիվացված չեն լինելու որակը բարձրացնեն եւ արտահանեն Եվրոմիություն։ Լոգիստիկ կազմակերպությունները մոտիվացված չեն լինելու, որ իրանց վարորդները բավարարեն Եվրոմիության անվտանգության չափանիշներին, որպեսզի կարողանան Եվրոմիությունում լոգիստիկ ուրեմն տեղափոխություններ անել, էլի տեղափոխություններ չկներեք, արտահանում ֆիզիկապես իրականացնել եւ այլն, այսինքն այդ պետք է արվեր կամ պետք է Հայաստանի կառավարությունը չէ, բայց ինքը խստացներ, ասել վերջ, սրանից հետո էս են կանոնները։ Ձեր արտադրած ընդամթերքը այս որակին պետք է ապահովի եւ վերջ։ Կամ էլ դա Ռուսաստանը արեց մեր համար։ Հայաստանի կառավարությունը վախենում էր դա անել, վախենում էր ռեյտինգի համար, վախենում էր ռեյտինգի համար, դա Ռուսաստանը արեց։ Որտեվ հիշում եք ամեն անգամ սպանդանոցի թեմա հենց բացվում էր, տենց ցույցեր բաներ էին սկսվում, էլի։ Մեր փոխարեն դա Ռուսաստանն էր, սպանդանոցը եւս այդ կոնտեքստում։ Էսա իրականությունը, Եվրոմիությունը շատ մեծ շուկա է, դա շատ հեռանկարային շուկա է։ Եվ ավելին, ԵԱՏՄ-ից դուրս ես ուզում եմ հստակեցնեմ, որ ԵԱՏՄ-ում գործում են այն մաքսային դրույքաչափերը, որոնք ձեռ են տալիս Ռուսաստանին։ Միջև ԵԱՏՄ անդամագրվել է, Հայաստանի մաքսային դրույքաչափեր կային։ Այն ժամանակում մաքսային օրենսգրքի 102 հոդվածով անգիրել հիշում։ Որ սահմանում էր, որ ապրանքատեսակի համար ինչքան է դրույքաչափը։ Այն ապրանքատեսակները, որոնք Հայաստանում արտադրվում էին, տենց մի 10% կարգին, որոնք չէին արտադրվում 0% էին։ Որ տեղական Հայաստան տեղական արտադրողը ներմուծողի համեմատ առավելություն ուներ, ներմուծողը մի 10% ավելի թանկլներ, իսկ ինչ որ Հայաստանում չէր արտադրվում, ընդհանրապես մաքսատուրք չլներ, որ էժան լիներ։ Ապրանքատեսակների հիմնական մասով այդ լոգիկան էր գործում։ Այնտեղ ոչ բացառություններ կային իհարկե։ Որ մտանք ԵԱՏՄ մաքսատուրքերի մոտ 70-80%-ը փոխվեց։ Կամ ավելացավ կամ բարձրացավ, որտեղ ԵԱՏՄ-ում գործում են Ռուսաստանին ձեռնտու մաքսային դրույքաչափերը։ Հիմա մեր մոտ որ սերմացուի եւ պարարտանյութի վրա մաքսատուրքերը ավելացան։ Դրանց Հայաստանում ինչ որ մեկը շահեց, որ անդամակցեցինք ԵԱՏՄ-ին, դրանց սերմացուի պարարտանյութի մաքսատուրքերը ավելացան, շինարարական գործիքների մաքսատուրքերը ավելացան։ Դրանց Հայաստանում ինչ որ մեկը շահեց, Հայաստանում սերմացուի արտադրվում, Հայաստանում շինարարական գործիք արտադրվում, չէ։ Բայց Ռուսաստանում արտադրվում է, դրա համար մաքսատուրքերը բարձրացան, որ այլ երկրներից բերվող սերմացուն կամ շինարարական գործիքը, օրինակի համար եմ ասում այդ ապրանքները, բայց կոնկրետ օրինակներ, ասենք էլի դեղորայքը, ավտոմեքենաները եւ այլն, էլի։ Որպեսզի ռուսական արտադրանքը խրախուսվի, ուրիշ երկրներից բերվողը շատ բարձր մաքսատուրքերով սկսեց գանձվել։ Եվ ինչ Հայաստանում ինչ որ մի շինարար առնում է ռուսական շինարարական գործիք, ռուսական բալգարկա տեսած կակ, Հայաստանում ինչ որ մեկի մտքով անցնում է Ռուսաստանում արտադրված ավտո առնի, ծիծաղալու է։ Ռուսաստանն էլ երկու հոգի տես նիվա առնում է, զուտ ֆետիշա նիվան։ Նիվայից բացի Ռուսաստանում արտադրում Մոսկվիչի գործարանը, որի մոտ այնց գործարկում են, էլի։ Հայաստանում ինչ որ մեկի մտքով կարելի լուրջ անցնի, բան Մոսկվիչ առնի, ոչ։ Բնականաբար առնում ենք չինական, ճապոնական, կորեական, եվրոպական, ամերիկյան ավտոներ, ուղղակի բարձր մաքսատուրքեր ենք դրա համար վճարում։ Նույնը ասենք դեղորայքը եւ այլն, այստեղ էս Մոսկվային ձեռնտու մաքսատուրքերն են։ Հենց մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, բնականաբար այդ մաքսատուրքերը վերանայվելու են եւ դառնալու են մաքսատուրքերը, որոնք ձեռ են տալիս շինարարական գործիքը, պայմանական եմ ասում շինարարական գործիքը։ Շինարարական գործիքների մեծ մասը էժանանալու է, որովհետև շինարարական գործիք Հայաստանում չի արտադրվում, ոնց որ հեռանկարել չկա որ արտադրվելու է, բայց դա կարևոր գործիք է տնտեսության համար եւ կարիք չկա որ դա լրացուցիչ թանկլի, դրա գինը իջնելու է։ Ոչ միայն շինարարական, սերմացուի գինը իջնելու է, բեռնատարի գինը իջնելու է, տրակտորի գինը իջնելու է, որովհետև տրակտորների գները բարձր են, որպեսզի Հայաստանում խրախուսվի բելարուսական տրակտորների արտադրանքը։ Ուրիշ երկրներից ներմուծված տրակտորների համար մաքսատուրքեր կան։
Ինչի Բելարուսի ինչն է, էլի որ բան պետք է Բելարուսին տենց լավություն անենք։ Լադայի գործարանը մեր ինչն է, որ Լադայի գործարանի ապրանքը ծախվելու համար մենք նորմալ ավտո առնելուց ահռելի մաքսատուրք ենք մուծում։ Կամազի գործարանը մեր ինչն է, որ Կամազի բեռնատար վաճառվելու համար մենք պետք է ուրիշ բեռնատար առնելուց բարձր մաքսատուրքեր վճարենք։ Կամ նույնը, չգիտեմ, Գորկովսկի ավտոզավոդը մեր ինչն է, որ իր գազելների վաճառքի համար մենք պետք է ուրիշ երկրներից ավտոբուս ներմուծելուց մաքսատուրք վճարենք։ Սուխոյ կոնցեռնը մեր ինչն է, որ իր սուպերջեթերը վաճառվելու համար մենք պետք է ինքնաթիռներ առնելուց այսպես սխեմաներով ինքնաթիռ առնենք, որպեսզի ինքնաթիռի համար մաքսատուրք չվճարենք։ Հայաստանում ինքնաթիռներ գրանցելը ձեռ չի տալիս։ Հայաստանում հիմնականում ինքնաթիռները գրանցում են ուրիշ երկրներում, որովհետև որ Հայաստանում ես ինքնաթիռ գրանցում, կարծում 18% մաքսատուրք պետք է վճարես ահռելի ինքնաթիռի գնից։ Ձեռ չի տալիս։ Ոչ ուրիշ երկրում տենց բան չկա։ Այսինքն ոչ ուրիշ երկրում որն այն երկրներում, որոնք ինքնաթիռ արտադրում են, կա։ Ամերիկայում կա։ Բայց Ամերիկան իր Boeing-ն է արտադրում, իր շուկան իր Boeing-ին պաշտպանում, ասում է, եթե դու ուզում ես Ամերիկայում Airbus ինքնաթիռ ունենաս, դրա համար լրացուցիչ բան պետք է վճարես, մաքսատուրք պետք է վճարես։ Եթե չէ, արի իմ Boeing-ը առ։ Կներեք, մենք ոչ մի ինքնաթիռ չենք արտադրում, ինչ պետք է ինքնաթիռների վրա մաքսատուրք դնենք։ Ռուսաստանն է արտադրում։ Մեզ դրանից ինչ, էլի, մեզ դրանից ինչ, եթե մենք դրա դիմաց ինչ-որ բան ստանայինք, դա կլիներ տրամաբանական։ Մենք օքեյ, մենք էլ դրա դիմաց ինչ-որ ես բան ենք ստանում։ Ինչ ենք մենք դրա դիմաց ստանում։ Լարսի արգելափակում ենք ստանում, սանկցիաներ ենք ստանում, չգիտեմ ինչ ենք ստանում։ Այս ԵԱՏՄ-ի թեման էս լուրջ չէ, պետք է փակել։ Պետք է փակել նորից եվրոպական շուկան շատ ավելի մեծ շուկա է, շատ ավելի մեծ։ Ավելի մեծ, ավելի հեռանկարային, ավելի կայուն, չգիտեմ, Լարսի եղանակից եւ Ռուսաստանի քաղաքական տրամադրություններից չկախված, շատ ավելի հարուստ։ Պարոն Յանիսյան, Հայաստանը կարող է այս փուլում ինչ-որ հակաքայլեր անի Ռուսաստանի սահմանափակումների դեմ, ասենք հակընդդեմ ինչ-որ ապրանքների ներմուծման սահմանափակումներ դնի կամ, չգիտեմ, ռուսական են ձեռնարկությունները, որոնք այսօր կան Հայաստանում, նկատի ունեմ ենթակառուցվածքների երկաթգիծը, այնտեղ, չգիտեմ, էլի ինչ բաներ։ Գիտեք, ներմուծվող ապրանքների վրա սահմանափակում դնելը հստակ չեմ ռամնատրամաբանական քայլն է, որտեղ ներմուծվող ապրանքները առնում են հայ սպառողները, այդ հայ սպառողների համար հիմա որ Ռուսաստանում ծաղիկների գները աճել են։ Այս սահմանափակումները որ կան, ռուսաստանցիները ծաղիկ առնում, ավելի թանկ են վճարում։ Այնց չէ որ մենակ մենք ենք դուրժում, իրանք էլ են դուրժում։ Ну պարզ է, մենք ավելի փոքր ենք, իրանք ավելի մեծ են, իրանք այդ ավելի քիչ են զգում, մենք այդ ավելի շատ ենք զգում, բայց այնց նրանց էլ դա տնտեսապես ձեռ չի տալիս։ Ոնց որ էժան ծաղիկ էր էլ իր շուկայի համար։ Հիմա նույն ձև Հայաստանում, չգիտեմ, ռուսական ինչ-որ բաներ ներմուծվում, օքեյ, թող գա։ Էժան վաճառում են, թող գա, ցորենը։ Էժան ցորեն մատակարարում են, թող էժան ցորեն գա։ Հանկարծ որ որոշեն ցորեն թանկացնել են, արդեն այլընտրանքային ուղիները փորձարկածա։ Ղազախստանից եւ Ուկրաինայից կառնենք։ Չեն կարա շատ թանկացնել։ Ռուսաստանից կշարունակի կառնել այնքան ժամանակ, քան դեռ Ռուսաստանը ավելի էժան առաջարկում, քան ղազախները կամ ուկրաինացի։ Այսքան պարզ է այդ հարցը, էլի։ Իսկ ինչ վերաբերվում է ռուսական կորպորացիաներին, ապա այդ կորպորացիաներով պետք է զբաղվել, երկաթուղով պետք է զբաղվել անկախ էս ամեն ինչից, որովհետև երկաթուղին Ռուսաստանը լծակեր օգտագործում, որպեսզի խոչընդոտեր թրիփին։ Իսկ Ռուսաստանը ուզում է խոչընդոտի, որ մենք չդառնանք Միջինասիան եւ Չինաստանը Եվրոպայի հետ կապող օղակ։ Մնանք փակող շարունակենք։ Շարունակենք մնալ տուպիկ, այո։ Ինտենսիվորեն Ռուսաստան դա անում։ Էլ չասեմ կներեք, սա հարևան երկրների երկաթուղային ցանցերես վերջին տասնամյակների զարգանումը արագընթաց գնացքներ ունեն բանում են։ Մեր մոտ 2008 թվականի փետրվարին յուկաժդեին ռուսներին հանձնել են կոնցեսիոն կառավարումը երկաթուղու, այս 18 տարում մենակ ցանցը պակասել է, ֆիոլետովի գիծը պակասել է։ Ուրիշ երկրներում երկաթուղին ավելանում, մեր մոտ պակասում է երկաթուղին ոնց։ Չէ, յուկաժդեի հարցը պետք է լուծել, այս ամեն ինչից անկախ պետք է լուծել։
Բայց մենք նաև շատ մեխանիզմներ ունենք բանի հետ կապված ռուսական կորպորացիաների վրա ազդեցության մասով, այդ թվում սկսած Yandex-ից պայմանական ասած, վերջացրած ավելի ցավոտ տեղերով Գազպրոմ պետքա թողել գազի թանկացման սցենարի համար։ Այսինքն եթե գազի սցենարը թանկացվի, Գազպրոմ Արմենիան ազգայնացնել։ Թող գնան արբիտրաժներում պահանջեն, եվրոպական արբիտրաժներում թող պահանջեն։ Նույնիսկ Միջալուց Սարավ Կովկասյան երկաթուղին Փարիզի արբիտրաժում թող հետո գնան բողոքարկեն։ Ստեյության պայմանագրով գրած որ Փարիզի արբիտրաժում են վեճերը լուծվում էլի։ Նույնն մի շարք այլ մասերով, հա, ինչ որ պահի կարելի է հապկից դուրս շրխկացնել դուրս գալ, ինչ որ պահի կարելի է ռազմականին դուրս հրավիրել, ինչ որ պահի կարելի է սկսել բլոկավորել ԵԱՏՄ-ի բոլոր որոշումները։ Նույն Եվրասիական տնտեսական խորհուրդը բարձրագույն մարմինը որոշումների մեծ համարյա բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Հայաստանը կարող է սկսի ուղղակի բլոկավորել բոլոր որոշումների կայացումը։ Հանգուցային պաշտոնների նշանակում, մի շարք կանոնակարգեր ընդունում, մի շարք որոշումներ ընդունում։ Սա կարա բլոկավորի Հայաստանը, լուրջ խնդիր ստեղծի ԵԱՏՄ-ի համար։ Եվ ինձ թվում է մայիսի վերջին կայացած ԵԱՏՄ-ն այդ ներողություն խորհուրդներ թե բարձրագույն տնտեսական անվանումը մոռացա, կարծեմ բարձրագույն տնտեսական խորհուրդեր կոչվում։ Վերջը էական չէ ամենաբարձր մարմինն էլի ԵԱՏՄ-ի, որ մեր մոտից Մահեր Գրիգորյանը մասնակցեց եւ այդտեղ էլ մյուս երկրները մեր դեմ հայտարարություն ընդունեցին։ Ինձ թվում է այդտեղ ամենաադեկվատը կլիներ, որ մենք այդտեղ արգելափակեինք բոլոր որոշումները, ոչ մի որոշում չկարողանային ընդունել։ Թող գնային գլուխները պատով տային։ Թող գնային ոնց էր մի պահ Հունգարիան Եվրոմիությունում տենց անում։ Ինձ թվում է մենք պետք է նույնն անենք եւ սխալեր իշխանությունների կողմից մայիսին այդ քայլին չգնալ, ուղղակի վախեցեն։ Ուղղակի վախեցեն այդ քայլին գնալ, բայց թվում է այդ քայլին պետք է գնալ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սարվա թեմաներ իմ զրուցակիցը իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Հովհաննիսյանն էր, կհանդիպենք առայժմ։